Արցախի կառավարությունն այսօր հավանություն է տվել բյուջե 2017-ի նախագծին, գալիք տարվա բյուջեն պլանավորելիս հաշվի են առել 2016-ի դասերը եւ 2017-ի մարտահրավերները։ Ամենակարևորը մենք փորձելու ենք պահպանել տնտեսական աճի ստացված տեմպերը եւ 8% առնվազն մենք նախատեսում ենք եւ համոզված եմ, որ ունենալու ենք։ Կառավարության ղեկավարի համոզմունքը թվերի է վերածում ֆինանսների նախարարը, համախառն ներքին արդյունքի կանխատեսվող աճը նկատելի է։ Հաջորդ տարին համախառն ներքին արդյունքը կկազմի 254.2 միլիարդ դրամ, որը կաճի 8%-ով 16 թվականի համեմատ։ Արայիկ Հարությունյանը հիշեցնում է, որ 2016-ը նաև տնտեսական առումով էր բարդ, սակայն փարատում է հնչած մտավախությունները եւ մատնանշում հիմնական ուղղությունները, որոնք պետք է աճի զգալի մասն ապահովեն։ Կան նախադրյալներ, ներդրումային բարենպաստ դաշտ էներգետիկայի բնագավառում, որը տասնյակ միլիոն դոլարանոց ընդհանուր վերցված պրոյեկտ է կառուցվում տարբեր ուղղություններում, հանքարդյունաբերությունում Կաշենի հանքը 17 թվականի արդեն երկրորդ եռամսյակից սկսած ավելացնելու է, կրկնապատկելու է, եթե ոչ ավել արդյունանման ծավալը։ Տնտեսական աճի տեմպի շնորհիվ բյուջեի եկամուտը կկազմի 89 միլիարդ 789 միլիոն դրամ, ծախսերը կլինեն 95 միլիարդ 300 միլիոն։ Սոցիալական բոլոր ծրագրերը պահպանվում են, ավելացել են նորը, կառավարությունը կվճարի առաջին եւ երկրորդ կարգի զինվորական հաշմանդամների ընտանիքների կոմունալ ծախսերը։ Նվազագույն գազի հոսանքի շեմ է սահմանվում ընտանիքների համար, ոչ թե անձի, այլ ընտանիքի անդամների համար, եւ պետությունը փոխհատուցել է ոչ թե արձեռն դրամական օգնության կամ նպաստի ձևով, այլ փոխանցելու է այդ ծառայությունները մատուցող կազմակերպությունների հաշվին։ Կառավարության հավանության արժանացած բյուջե 2017-ի նախագիծը ուղարկվելու է ազգային ժողով, ծրագրային քննարկումները սպասվում են հանձնաժողովներում։ Նորայր Հովսեփյան, Մերուժան Հայրապետյան, Մերուժան Մարտիրոսյան, ժամը լրատվական։